Հարգելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ, ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինակային հաղորդման հերթական թողարկումն է, որ կոչվում է Status Quo Եվրամեդիա 24-ի եթերում, այսօր ես որում առաջին անգամ հյուրընկալել եմ բնապահպանության նախկին փոխնախարար, ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանին, պարոն Ղազարյան, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Նախ ուրախ եմ ձեզ տեսնել, առաջին անգամ եք մեր տեղավարում, ես 16 թվականից այս հաղորդումը ունեմ տարբեր հարթակներում, բայց երբեք առաջ չեմ ունեցել ձեզ հետ հանդիպելու, ճիշտ ասած, կարևոր մի ոլորտ եք ներկայացնում, որը ցավոք ես նկատել եմ, մենք երկու ոլորտ ունենք, որ Հայաստանում բավականին անտեսված է, մեկը կրթությունն է, մեկը բնապահպանությունն է։ Այսօր մենք խոսել ենք բնապահպանական խնդիրներից, քանի որ բացի այն, որ Երևանի այդ պահանության խնդիր ուղղակի սարսափել արդեն բարիբունի մասով աչք է ծակում, նաև դա առողջության եւ այլ անտեսանելի խնդիրներ են, պլյուս ամուսարը, որը շահագործվեց, մի բան, որը այս իշխանությունների համար իբր թե կարմիր գիծ է, տնամբանքիչն է։ Ես կուզեի, որ մի փոքր այս հարցերին նախ անդրադառնանք, հետո կնայենք ավելի լայն մասշտաբով, որտեղից ինչ ունենք մեզ մոտ։ Շատ լավ, ինչպես արդեն նշեցիք, բնապահպանության ոլորտը, ինչպես եւ կրթության, ես կավելացնի առողջապահության ոլորտը, դրանք պետության իմ սուբյեկտիվ բանով անվտանգային հիմնաքարերն են։ Եթե դրանցից մեկը մանավանդ Հայաստանի պես փոքր երկիր, որը որ խիստ բնակեցված է, այսքան չափով, եթե դիտարկենք բնապահպանության անկյունից, ապա վաղը մենք ուղղակի չենք ունենալու այն ապրելատ վայրը, ապրելամիջավայրը, որտեղ կարող է մեր ժողովուրդը զարգանալ, ապրել եւ առողջ լինել։ Եվ ինչպես արդեն նշեցիք, այն ճճացող, ծխացող վերքերը Հայաստանի, մասնավորապես Երևան քաղաքի հետ կապված այս հատվածային իրավիճակները, մասնավորապես Նուբարաշենի աղբավայրի այս խնդիրը, ամուսարի խնդիրը, դրանք այն ուրեմն խնդիրներն են, որոնք ցույց են տալիս, որ ոլորտը այդպես էլ չի կարգավորվում, մենք գործ ունենք այսպես փնթի կառավարման համակարգի հետ, դա ևս եղել է մինչև 18 թվականը, այսինքն իներցիաները կային, բայց դրանք ավելի ու ավելի խորացել են հիմա։ Եվ մենք ըստ էության գործ ունենք կույր կառավարման հետ։ Պետության գործադիր իշխանությունը կարելի ասել ոչ միայն չի տիրապետում ոլորտին, այլ նաև սուբյեկտիվ շահ սպասարկելով, որտեղ նույն ամուսարի շահգործումը դա ուրեմն սուբյեկտիվ շահի գերակայության տիպիկ օրինակ է։ Այն դեպքում, որ բազմաթիվ, ուրեմն այսպես, եթե գործընթացային նայենք, հիմնավորումներ են արվել եւ անկախ փորձագետների տեղական եւ միջազգային, հիշեցնեմ, Enlart ընկերության կողմից, երբ որ բավականին մեծ գումար տրվեց, որպեսզի իրենք վեր հանեն պատճառը հետևանքային, ուրեմն ամբողջ այսպես շղթաները եւ վարչապետը ուզում էր լսել արդյոք կարելի է շահագործել ամուսարը, թե ոչ։ Եվ ըստ էության այդ ամեն ինչը պահպանվում է, այդ կադրերն էլ կան, որ խնդիրը բավականին այսպես մարսելի ներկայացվում է փորձագետների կողմից, այդ թվում միջազգային, եւ ստացվեց այնպես, որ ասեցին, եթե խնդիր կա, ուրեմն դա չպետք է շահագործի, բայց այսօր մենք տեսնում ենք, որ ցավոք սրտի այսպես սուբյեկտիվ ու հետնել, եթե հաշվենք, ինչ-որ տասնյակ միլիոն դոլարների համարժեք եկամուտ են ապահովելու եւ եթե տեսնենք ինչ խնդիրներ են ի հայտ գալու, ինչ խնդիրներ են ստեղծվելու մեր երկրի պետության համար, ուղղակի չարժեր դրա մեջ, այսպես ասած, կոպիտ մտնել։ Հիմա սկսենք Երևանից, Երևանի հետ կապված ես միշտ ոչ պետական կառույցների կամ անկախ փորձագետներից մի քիչ բերեմ դեպի պետական եւ փորձեմ այդ ամեն ինչը ցույց տալ գործընթացներով։ Ինչ է կատարում։ Կատարում է հետեւյալը։ Եթե նայենք վերջին տարիներին նույն քաղաքապետարանի պլանավորման գործընթացները եւ կառավարման, ապա զուտ օրինակային դիտարկենք Երևան քաղաքի գլխավոր հատակագծի մշակման եւ հաստատման հապճեպ այսպես process-ը, որը 24 թվականին արվեց եւ մյուս գերատեսչությունները ուղղակի առանց նայելու փաստաթղթերը ինչքանով են համապատասխանում իրականություն, ինչքանով են դրանք արժանահավատ եւ կարեւոր քաղաքի հետագա զարգացման, բնապահպանական խնդիրների այսպես կարգավորման, ապա այդ ամեն ինչը ցավոք սրտի չի կատարվել եւ հապճեպորեն նույն շրջակա միջավայրի նախարարությունը, շրջակա միջավայրի փորձաքննության եզրակացություն տվեց այդ փաստաթղթին եւ հաստատեցին, երբ որ ասում ես
հարգելիներս, այս խնդիրները կա այդ հաստատում, պետք է դա ուղղել, նոր հաստատել, ասում գիտեք, անհրաժեշտ է, անհապաղ է պետք է հաստատենք, հետո կնայենք, էլի կվերանայենք, բայց դա ուղղակի խոսքեր է, որ հիմա մենք դրա այդ փաստի առաջ ենք կանգնած, մասնավորապես եթե նայում ենք աղբավայրը մի օր շուտ պետք է կոնսերվացնել, որովհետև եթե դիտարկում ենք վերջին 20 տարվա ընթացքում հիմքերը, մասնավորապես որտեղ է գտնում աղբավայրը եւ օրինակի համար քամիների ուղղությունը, եթե նայենք օդի աղտոտման մասով, ապա քամու վարդ հասկացողություն կա, այսինքն գրաֆիկ կա, որը ցույց է տալի տարվա ընթացքում քամիները հիմնականում որ ուղղությամբ են փչում, ու տեսնում ենք, որ քամիները հիմնականում փչում են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան ռումբաներից դեպի հյուսիսային ուղղություններ, այսինքն դեպի Երևան քաղաքի կենտրոն։ Այսինքն Շենգավիթ Նորարեշից մինչև եթե նայենք անկյունային, մինչև Մասիվի այդ հատվածները, այսինքն նայած այդ տվյալ պահին, որ ուղղությամբ է 3-4 մետր վարկյան միջին արագությամբ, դա նշանակում է, որ կարճ ասած երևանցիները, ասենք, աղբը թափում են, դա այրվում այնտեղ, այդ այրման գազերը բավականին լուրջ խնդիր են իրենցից ներկայացնում, մասնավորապես PM2.5-ի ֆուրան, թունավոր դիոքսին եւ այդ նույն գազերը, որոնք քաղցկեղածին են եւ այլ լուրջ հիվանդություններ են առաջացնում, մասնավորապես երեխաների եւ մեծահասակների մոտ, այդ վառված, այսպես գազերը ամեն անգամ քամին որոշակի ժամերին ուղղորդում է դեպի Երևան եւ մարդիկ, որոնք որ մի պահ մտածում ենք ուղղակի իրազեկված չենք ճակերտների մեջ, փորձեցինք նրանց բացատրել, ցույց տալ, որ այն ինչ որ իրենք գիտեն, այդպես չի։ Կան հիմա բավականին լուրջ տեխնիկական, տեխնոլոգիական լուծումներ եւ տեղեկատվական հարթակը միջազգային այնքան հիմա լավացել է, որ ասենք օրինակ Wind Atlas, Wind Finder, մասնավորապես նշում եմ այդ լինքերը, մարդիկ կարող են մտնել նայել, րոպեների ընթացքում կարելի է նայել on-line քամիները այդ պահին որ ուղղությամբ են փչում, ինչ արագությամբ կամ տարվա ընթացքով հիմնականում որ ուղղությամբ են, այսինքն այնքան լավացել այդ, այսպես ասած, դաշտը, որ ցանկացած անձ ֆիզիկական կարող է հասկանալ ինչ է կատարում։ Ի տարբերություն մեր պետական փաստաթղթերի հաստատած, որտեղ դեռ շարունակում են իրենց, այսպես ասած, սուտը տալ թղթին եւ հավատալ այդ թղթին։ Այսինքն դա օրինակային է այդ օդի հետ կապված, որ զուտ մենակ քամիների տեսանկյունից այնտեղ այլ, այսպես գործոններ կա, մեզ հուշում են, որ մենք վաղուց ի վեր պետք է աղբավայրի տեղը գոնե փոխենք, ել չեմ ասում, պետք է մտածել աղբի վերամշակման։ Դե ես դա եմ հարցնել, մենք ժամանակակից աշխարհի մասին խոսեցիք, ժամանակակից աշխարհը վաղուց նախ դա վերածել է բիզնեսի արդեն, դա լավ բիզնես է, որում լավ գումարներ է բերում, շատ մարդիկ դրա վրա միլիոններ աշխատեցին եւ շարունակում են աշխատել, բայց մյուս կողմից էլ կարծեք չկա նման մոտեցում եւ որևէ մեկին չէ հետաքրքրում, դրա համար հաճախ մարդիկ ասում են դուք նույնիսկ չեք կարող Երևանի աղբավայրի հարցը լուծել, որ մնաց ամուսարի ռիսկերը կարողանաք կառավարել։ Այո, միանշանակ ճիշտ են ասում, ուրեմն դրան հասնելու համար, այսպես ասած, երկու երնեք է պետք, մեկ երնեկը որ լինի քաղաքական կամք, որը ցավոք սրտի մենք այդպես էլ չտեսնանք, տարբեր կարևոր այդ վերամշակման հարցը, դա մեծ գումարները ինչ կարգի գումարներ մասն է։ Հիմա դժվարան եմ ասել, դա կախված է տարբեր, դա միանշանակ միանգամից չի կարելի այսպես կոմպլեկտավորված ունենալ, դրանք փուլերով պետք է անել եւ եթե դիտարկենք զուտ Երևան քաղաքի հիմա իներցիաները այդ ոլորտում, ավանդույթները կոպիտ ասած եւ ինչա մեզ պետք, ապա կարելի է եւ օրենքների նորմատիվ ակտերի կիրարկման մասով, որ մենք ուղղակի դրանք մշակում ենք որպես գործադիր իշխանություն կամ նույն քաղաքապետարանը ուղի գրվում է գրվելու համար եւ ոչ մեկ ըստ էության չի հետևում դրանց, ապա կարելի ասել, որ հիմա հենց հիմա ուղղակի օրինակային ասեմ, որոշ հատվածներում կարող եք տեսնել տարբեր աղբամաններ, չէ, պլաստիկի, թղթի եւ մյուս այդ մասերով, բայց ի վերջո դրանց շատ չնչին տոկոսն է, որ հիմա, այսպես ասեմ, տեսակավորման է գնում, այսինքն նույնիսկ այդ սկսված որոշակի այսպես ծիծեռնակների, որ տեսնում ենք մենք այսօր, առաջին քայլերը չի գնում զարգացման, այսինքն խնդիր ունենք հենց կառավարիչների հետ, չեն կարողանում իրենք լուրջ գործունեությամբ զբաղվել, այսինքն եթե զուտ նայենք համադրենք զուգահեռներ տանենք մինչև 18 եւ հիմա, ապա
հասկանալի է դառնում, որ ոչ միայն չի բարելավել, այսինքն իրենք ինչ պետք է անեն, իրենք պետք է ախտորոշեին խնդիրները, չէ, վերհանեին նույն կառավարման հետ կապված, արկա խնդիրների հետ կապված եւ փորձեին զուգահեռաբար բարելավել համակարգը, չէ, կառավարման եւ այդ հիմնական խնդիրները, որոնք ճճացող են եւ մեկ օր շուտ պետք է լուծվեն, գնային դրանց լուծմանը։ Գոնե աստիճանական ձևով, այսինքն կարճաժամկետ պլան մշակեն, ինչա պետք օրինակի համար հենց հիմա անել եւ մտածեին միջնաժամկետ եւ երկարաժամկետ գործողությունների մասին։ Օրինակ, եթե հիմա դե ֆակտո PM2.5-ը, որը համարվում է այսպես բանով ածական ունի, իրան միջազգային մասնագետների բանում ասում են լուր մարդասպան եւ PM2.5-ով դրանք մասնիկներ են, որոնք 2.5 ուրեմն միկրոնից փոքր չափերի են, այսինքն եթե մարդու մազը 50-ից 70 միկրոն է, ինքը մոտարապես մազից բարակա 20-ից 30-35 անգամ եւ խնդիրն այն է, որ PM10-ը, որ սովորական փոշին է շինարարության, որը որ ասենք նստում է շնչուղիների պատերին, քթից ֆիլտրվում է եւ այլն եւ չի հայտնում արյան մեջ, ապա PM2.5-ը ինքը թոքերով շնչարարության ժամանակ անցնում արյան մեջ եւ բավականին լուրջ խնդիրներ առաջացնում եւ դրա համար իրեն համարում են լուր մարդասպան եւ PM2.5-ով վարակված քաղաքներում ըստ վիճակագրության մահացության տարեկան ինքը զբաղվում է 3-4 տեղ, այսինքն պատճառահետևանքային ինքը հիմնական պատճառներ, ինքն լուրջ խնդիր է եւ այդ խնդրով վարակված քաղաքները անհապաղ ֆինանսական եւ մյուս այդ կարևորագույն հատվածները վերաբաշխումներ են անում, որպեսզի այդ հարցը լուծեն։ Եվ կարճաժամկետ օրինակ որը կլինի լուծում, օրինակային եմ ասում։ Որոշ քաղաքներում, որոնք ունեն այդ խնդիրը, օրինակ արգելում են առանց ներքին արման շարժիչներով մեքենաները, եթե կատալիզատոր չունեն, կամ ասենք հանածա, իրանց արգելում են ուղղակի մտնեն գոնե փոքր կենտրոն։ Կարգավորումները պետք է աշխատեն, եւ մենք ունենք նման ասենք գոնե ունենանք թղթի վրա, հետո մի հատ աշխատացնենք։ Ես գիտեք ինչ եմ ուզում հասկանալ, Ղազան, բացի այս աղբի այրումը, որը ուղղակի խայտարակություն, ասենք 21 օր դա նման բաներ անելը, դա համար է բարբարոսություն։ Դարիստների ուղղակի ցուցատալի տոտալ չենք կարող։ Այսինքն դա հա, ինչ որ դա կատարյալ, ինչ որ նախնադարյան մոտորհակ եւ այրես, հիմա ինչ կլինի, բայց բացի դա մեր քաղաքը հաճախ այդ վեճը կա, արդյոք Երևանը մաքուր ունի աղտոտվածության աշանը որքան է, ոմանք համարում են շատ բարձր, ոմանք ասում են նորմայի մեջ է, իրականում ինչպես է։ Նայեք, դա կախված է սեզոններից, ինչու սեզոններից, որովհետև ռելիեֆային ուրեմն եթե նայում ենք, ինքը զաքարաձև տարածք է եւ ձմռանը երբ որ օդի շերտերը, չէ, սառը բաները նստում են եւ մենք ասենք ապրիլ ամսից մինչեւ ասենք հոկտեմբեր ամիսը ունենք ցերեկային ժամանակ հովտա լեռնային քամիները, որ ներքևից ըստ օդի, չէ, տաք եւ սառ օդերի տեղաշարժը նոսրից դեպի խիտից ավելի նոսր տարածք եւ երեկոյան ունենում ենք լեռնահովտային քամիներ։ Նկատած կլինեք, ասենք Դավթաշենում, նույն հարավարեմտյան թաղամասական մասիվի հատվածներում երեկոյան քամիներ է դիտարկվում եւ օդի մաքրում է գնում այդ ժամերին։ Իսկ հոկտեմբերի վերջից նոյեմբեր, այդպես կոպիտ ասած, դրանք դադարում են ուղղակի կամ հասնում են նվազագույնի եւ անընդհատ ակումուլյատիվ էֆեկտով այդ PM2.5-ից եւ մնացած այսպես վնասակար ուրեմն տարերը անընդհատ կուտակվում են եւ պատահական չի, որ այդ ցուցիչները, սենսորները, մասնավորապես PM2.5-ի մասով ձմռան ամիսներին որոշ հատվածներ ցույց են տալիս, որ նույնիսկ չի կարելի տանից դուրս գալ կամ հատուկ դիմակներով պետքա դուրս գալ։ Իսկ այդ ցուցիչները, այսինքն արդյունքները ձեր դիտարկումներով են, թե ինչ որ միտեղ դրանք կան, օրինակ պաշտոնական։ Նայեք, ուրեմն շվեյցարական այսպես նախաձեռնություն կար, Equality տենց բան կա, հարթակ կա, որը ունի սենսորներ տեղադրված Երևանի որոշ մասերում, կամ մեկ այլ ուրեմն նախաձեռնություն միջազգային, հիմա Երևանի քաղաքապետարանն էլ է տեղադրել որոշակի քանակությամբ եւ նաեւ համապատասխան պետական եւ համայնքային, եթե չեմ սխալվում, բյուջետային միջոցներով, հատկացումներով պետությունը եւս տեղադրելու է մշտական, այսպես տեղակայման այդ վայրերում այդ տվյալ ցուցիչները, մասնավորապես շրջակա միջավայրի նախարարության հիդրոմետրի եւ մոնիտորինգի այդ պողակը եւս դրանով զբաղվում է հիմա հուսով եմ շուտով կունենանք այդ ցանցը, էլի այդ սենսորների։ Այսինքն բայց ենք համաձայնա, որ իրենց իսկ աշխատանքը հնարավոր լինի վերահսկել
Նայեք, խնդիրը հետևյալն է, որ այդ միջազգային սենսորների ցուցիչների քաղաքացիները, որ ներկայացնում են սոցիալական ցանցերում, քաղաքապետարանը սկսեց ընդդիմանալ եւ փորձեց իր տարբերակ առաջարկել, երևի մտածում են իրենց ցուցիչները ինչ որ գիտեք ոնց է հայկական իրականության մեջ, հետո ցույց կտան, որ ձերը այդ որ ինչ որ հղում եք անում, դրանք սխալ են, հա, բայց տեսա, որ իրենց ցուցիչները երևի որը բանով որոշակի առումով այդ նույն դաշտում են, այստեղ խնդիրը հետևյալում արձանագրվել է ինչ կա այսօր Երևանում վիճակը, որ վտանգավոր է, արձանագրվել է, բայց կան արդյոք քայլեր, որոնք ոչ միայն մենք ըստ էության նորմալ երկրներում ռիսկների կառավարման մասով պրոֆիլակտիկ նույնիսկ կանխարգելիչ բաներ են անում, բայց մենք նույնիսկ հետ ողորմյա կոպիտ ասած այդ իրավիճակից հետո չենք մտածում գոնե նվազեցման միջոցառումների մասին։ Ընդհանուր, նայեք, համակարգում չկա գերատեսչությունների մեջ պետական եւ ասենք քաղաքապետարան, օրինակ շրջակա միջավայրի նախարարությունը հիմա պետք է կոպիտ ասած քաղաքապետարանի շնչին նստած լիներ, որ այս բնապահպանական խնդիրները պետք է լուծենք, այսինքն համատեղ շատ սերտ համագործակցություն, բայց դրա փոխարեն մենք տեսնում ենք, որ կոպտագույն սխալներով գլխավոր հատակագիծը իր ապագա շինարարական, ջրային ռեսուրսների կառավարման, օդային ավազան եւ մյուս կոպտագույն սխալներով առանց լուրջ լուծումների ուղղակի հապճեպոն ստորագրում են, ասում են շատ նորմալ է, գնացինք առաջ։ Եվ պատահական չի, որ Ավինյանը սովորական դիմակով հայտնվում է այդ ծխի մեջ, աղբավայրի մոտ իր գոլեգաների, գործընկերների հետ եւ որևէ մեկը, ասենք առողջապահության նախարարությունից այդ հարցության վրա են իրեն չի զգուշացնում, իրենց որ գիտեք ինչ կա, դիմակը ուղղակի անիմաստ է, որովհետև PM2.5-ը մասնարապես դրա համար հատուկ դիմակներ կան, կոնկրետ, որ ֆիլտրում են։ Այսինքն նույնիսկ այդ հարթության մեջ մենք չենք տեսնում այդ կոորդինացիան, համակարգումը, պետական ապարատի թեմատիկ ոլորտների այսպես համագործակցությունը, դա տոտալ ձախողում է։ Այսինքն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում բոլորի աչքի առաջ մենք տեսնում ենք կառավարման համակարգի ձախողում ուղղակի, այսինքն այն առաջնային ուրեմն վառվող այսպես խնդիրները, որ ասենք մենք ասում ենք պատերազմը պարտվեցինք եւ այլն, բայց հենց Երևանում մենք այսօր ունենք լուրջ ռիսկներ, որոնք չեն կառավարվում, այսինքն ոչ միայն չեն կառավարվում, այլ նաեւ մարդիկ նույնիսկ չեն պատկերացնում, որ հասարակ դիմակով չի կարելի գնալ այնտեղ եւ մարդկանց ուղակի դա իրազեկում աշխատում, մարդիկ կարող տեսնեն, ասենք այն համայնք թաղերում, որտեղ որ ծուխ կա այդ պահին, վերցնեն սովորական դիմակներով, ասեն պաշտպանում ենք, որովհետեւ քաղաքապետը բաներ է։ Պարզան, մինչև հարցազրույցը սկսելը դուք խոսում եք Սևանա լճի մասին, որը պակաս կարևոր չի, որի մասին մենք հաճախ հիշում ենք միայն ամռանը, երբ որ կանաչում է, դա բոլորին մտահոգում է, բայց իրականում մենք այնտեղ խնդիր ունենք ջրի քանակի հետ կապված, այնտեղ համակարգի, որակի եւ այլն, որի մասին էլ ընդհանրապես չեն խոսում։ Այսինքն հասկանալի է, որ գլոբալ առումով ոչ ժողովրդավարական, անգամ ես կասեմ ժողովրդավարական երկրներում բնապահպանությունը գլխացավ է։ Այսինքն ինքը փող է, որը չի երևում, որը ոչ մեկ գլոբալ առումով չի տեսնում եւ եթե չի տեսնում, ուրեմն այդտեղ դիվիդենդներ չկան, շատ դժվար է համոզել, որ դու լավ բան ես անում, ուրեմն ավելի լավ է ոչինչ էլ գլոբալ առումով չարվի, ինչ կլինի մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ տարբերակով։ Հիմա ինչ կա Սևանում։ Շատ լավ հարցադրումներ նայեք, նախ մենք որպես ժողովուրդ նույն այդ հանրույթի այն ակտիվ հասարակական գործիչները, որոնք այսպես հատվածային, ասենք Սևանը ամառը կանաչեց, սկսում են խոսալ, մի քանի ամիս հետո մոռանում են կամ այլ խնդիրով են այսպես զբաղվում եւ մոռանում են մինչեւ հաջորդ ծաղկումը, կոպիտ եմ ասում, դա մեկ խնդիր է, բայց պետությունը չպետք է այդպես լիներ, ասում եք բնապահպանությունը պետությունների համար, չէ, ոնց որ sense սուբյեկտիվ, ես ուզում եմ հիշեցնել կայուն կառավարման նպատակների մասին, որ դա հստակ ամրագրված է եւ երկրորդը պետական գերատեսչությունները գործադիր իշխանության համապատասխան թեմատիկ ոլորտների ուրեմն որոշում կայացնողները եւ իրանց ամբողջ ինստիտուցիոնալ այսպես համապատասխան ստորաբաժանումները պետք է հասկանան, որ աշխարհում բնական ռեսուրսների կառավարման ուրեմն եւ շրջակա միջավայրի բնապահպանական քաղաքականությունը ինքը հստակ ասում է, որ պետական տվյալ կառույցը ինքը պետք է հենվի 3 հիմնաքարերի վրա, որպեսզի կայուն կառավարում իրականացնի եւ պահպանի շրջակա միջավայրը, սոցիալական, տնտեսական եւ էկոլոգիական հիմնաքարերը, ասպեկտները։ Եվ ինքը ըստ էության պետք է հավասարակշռի դրանք, գիտահեն, ճիշտ ձևով, այսինքն եթե մենք
Հայաստանում վերջին 30 տարիների ընթացքում այս կամ այն կերպով նույն հանքարդյունաբերության մասով եւ մյուս հատվածներով Անտարի, Հատում, Սևան, եթե մենք ասենք Սևանի ափամերձ օբյեկտներ են կառուցում, չէ, հետո փորձում ենք այդպես անել սուբյեկտիվ, որ լիճը համապատասխան ուրեմն հաստատված գրաֆիկով չբարձրանա, չէ, նշանակում է սուբյեկտիվ հետաքրքրության պատճառով, այսինքն տնտեսական սուբյեկտիվ այդ մասը սկսում է ճնշել էկոլոգիականին, այսինքն չենք փորձում ժամանակին բարձրացնել, որ լճի էկոհամակարգը կայանա, ջրի որակական եւ քանական վիճակը բարելավի, որովհետեւ դա շատ լուրջ հարցեր է լուծում Հայաստանում։ Մյուս կողմից ասենք ունենք հանքարդյունաբերությունը, առանց հիմքերի, եթե տեսնում ենք այնտեղ, որ այդ հանքը չպետք է աշխատի եւ ինքը բերելու է կամ կոնկրետ ամուսար, որ ասենք մի 50-60 միլիոնի կարգի օգտաբերում, բայց հետագայում նույն այդ բնակավայրերի հարցը, չէ, կողքի կամ ջերմուկի հարցը մենք սարքելու ենք անտանելի միջավայր մարդկանց տեղ ապրելու համար, չէ, ու ասենք մարդիկ զբաղվում են գյուղատնտեսություն, մենք իրենց աշխատանք չենք ապահովել, գիտենք ինչա, Թեղուտում հիշում եք երևի, այնտեղ Շնողի եւ Թեղուտի համայնքի գյուղերին այն ժամանակ բան են անում, այսպես խոսք են տալի, որ աշխատատեղ կունենանք, բայց ապագայում տեսնում ենք ինչա, այսինքն հանքարդյունաբերությունը սուբյեկտիվ տնտեսական շահը մեր նման երկրներում, իհարկե լուրջ երկրներում, նույն արևմտյան երկրներում մի քիչ այդ հավասարակշռությունը պահում են։ Բերում է նրան ի վերջո, որ եւ սոցիալականն է տուժում այդ մասով, նույն համայնքների բնակիչները եւ նաեւ էկոլոգիան է տուժում։ Այսինքն գամ այդ կետին, որ այդ նոր հեծանիվ չի, միջազգայինորեն դա ասում է, ասենք օրինակ հիմա շրջակա միջավայրի նախարարությունը եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունը եւ որոշ այլ պետական գերատեսչություններ իրենք պետք է ինստիտուցիոնալ դաշտում փորձեն հավասարակշռեն խնդիրը, ասենք մեկը ասում է եկեք բացենք այս հանքը եւ սկսում են նայել բոլորը, ասենք տարածքայինը պետք է դիտարկի ավելի շատ սխալ էր այդ հանքարդյունաբերությունը։ Ահա, կարող ենք ժամանակի խնդիր ունենք, մի բան հարցնել, քաղաքական, մի կա տենց ըստ ձեզ օրինակ ամերիկյան կամ կանադական կողմի կոնկրետ ճնշում մեր կառավարության վրա ամուսարը բացելու հարցում, որտեղ իրենք իրենց վրա վերցրել են նման պատասխանով կամ պարտավորություն։ Ամերիկյան դեսպանատան մասով տեսել ենք, որ որոշակի այսպես սուբյեկտիվ բան է ցույց տրվում։ Դեսպանի անձնական չմիջամտությունները առևտրական պալատ կա, չէ, ամերիկյան դերից էլ մի քիչ բան, հա։ Այսինքն որոշակի առումով կա այդ ուրեմն ստեղծված իրականությունը, որ կա որոշակի հետաքրքրություն եւ իրանք դա չեն թաքցնում, բայց պետք է նորից վերադառնամ ամուսարի մասով, ամուսարը ոչ միայն ռեգիոնալ խնդիր առաջացնելու, ոչ միայն ջերմուկի ռեկրեացիոն գոտու համար կամ հանքային ջրերի որակի վրա, այլ նաեւ ինքը ստորգետնյա ջրային ավազանի խնդիր է, որտեղ գիտեք, ցիանային ուրեմն կուտակման հարթակ կա, այսինքն ոսկին պետք է կուտակվի ցիանային հարթակներում, եւ ցիանային հարթակները իրանք իզոլացվում են ստորգետնյա ջրային ավազանից գեոմեմբրանով։ Եվ այդտեղ նախ խնդիր կա գեոմեմբրանի կառուցման ինչքանով է ինքը, այսպես ասած, կայուն լինելու, գիտենք այնտեղ սուբյեկտիվ խնդիրներ կա, ոնց որ տարբեր տեղերում Հայաստան։ Մյուս կողմից ադրբեջանական ուժերը բավականին մոտեցել են այդ մասին եւ հիշում եք վերջին ուրեմն իրադարձությունների ժամանակ ջերմուկի հետ որոշ ռումբեր ուղղակի ընկավ Կեչուտի ջրամբարում։ Այսինքն չի բացառում, որ վաղը մեկ ռումբ էլ հայտնվի այդ ցիանիդային կուտակման հարթակում եւ ուղղակի վնասի գեոմեմբրանը եւ ցիանի որոշ քանակություն սկսի գնա ստորգետնյա ջրային ավազան, վարակել հարավային ջրային ավազանը եւ մյուս կողմից մարդիկ ուղղակի չգիտեն, որ Արփա Սևանի Սպանդարյանից մինչև Կեչուտ հատվածը, չնայած Սպանդարյանից դեռ փակ է, ուրեմն թունելի Արփա Սևանի թունելի այդ հատվածը անցնում է անմիջապես բաց հանքից հենց իրենց քարտեզով, հենց Լիդիանի ներկայացված կա գոտին, ցուցատալի որտեղ այդ գոտին թունելի անցման եւ ըստ էության թթու դրենաժներ են առաջանալու սուլֆիդային եւ այլ ջրի հետ խառնումից, դրանք իջնելու են աբրազիա սկսին, այսինքն քայքայելու են բետոնային պատը եւ վնասատար վտանգավոր տարրերը հայտնվել են ջրում, հենց հիմա քամքով, այսպես ասած, կոպիտ 5 միլիոն, 4-ից 5 միլիոն խորանար ջուր գնում է Կեչուտ, Կեչուտից գալիս է դեպի Սևան, այսինքն
եթե հաշվի առնենք, որ այնտեղ ռադիոակտիվ տարրերի խնդիր էլ կա եւ կա այդ խնդիրը, ապա ապագայում մենք սպասում ենք, որ Սևանի լուրջ խնդիրներ առաջանալու։ Եվ սա ուզում եմ կապել նաեւ այն մասով, եթե մի քիչ վերևից նայենք, Արարատյան դաշտի փրկիչ Սևանը, այդ մասը ոչ միայն հիդրոկասկադն է աշխատում Հրազդանի, այլ նաև ջուր են վերցնում, ջրար են կանում։ Հիմա այս տարի օրինակ 200 վերցրեցին, սկզբից որոշեցին 130 քանի 132 միլիոն խորանարդ հունիսի 9-ին, հետո վերցրեցին, հասցրեցին 170, հետո տարածքային կառավարման, այսպես կարճ ասեմ, նախարարը մտավ, ջրային կոմիտետ եւս 30 քանից պահանջեց 200-ը անցան 200 միլիոն։ Այսինքն այսպես թե այնպես Հայաստանի Հանրապետության Արարատյան դաշտի գյուղատնտեսությունը, որը որ ալտերնատիվ տարբերակ բացի Արաքսի ջրից եւ որոշ այլ աղբյուրների ջրամբարներ, չէ, Ապարանի ջրամբար, Մարմարիկ, այն մյուս ջրամբարը Արմավիրի բանի Արարատի մարզում, ուրեմն բացի դրանց ջրերից եւ որ չի հերիքում, հույսը դնում է Սևանի վրա։ Հիմա կլիմայի փոփոխությունը եթե դիտարկում ենք չորացում, արիդացումը, ուրեմն ապագա 10-15 տարում տեղումները բավականին նվազելու են, նույն բանում այդ Արաքսի վերին հոսանքում նվազելու է, այնտեղից ջուր չի գալու, որտեղից ենք ջուր վերցնում, եթե նույն Սևանը որակական լուրջ խնդիր ունենալու ջրի եւ նաեւ այդ կապտականած ջրի մուրը, որ աղագին կայունացել է լճում։ Այսինքն այսպես խնդիրներ կա, որ մենք պետք է դրանց մասին մտածենք եւ լուծումներ առաջարկենք։ Աղազյան, շնորհակալություն, իհարկե ցավոք, եթե ժամանակի խնդիր ունենք, բայց ես կառաջարկեմ ձեզ մենք մի անգամ էլ հանդիպենք եւ ելի շարունակենք այս կարևոր ինքը արդեն դարձել է ստեղծության քաղաքական հարց եւ ես քանի որ անվտանգության մասնագետ եմ, մենք միշտ ասենք, որ կլիման անվտանգային ամենակարևոր բաղադրիչներից է, բայց ասում են ասողին լսող է պետք, իրականում անտեսում են նաեւ այդ ոլորտի մասնագետները, անգամ ոչ միայն բնապահպանության հետ առնչվող, այլ մարդիկ, որոնք պիտի մտահոգվեն անվտանգության հարցերով։ Բայց ունենք ինչ ունենք, շնորհակալություն ձեզ շատ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն նաև ձեզ ելի հեռուստատողներ, հետևեցիք մեր այս քննարկմանը, հյուրընկալել ենք բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանին, ձեզ հետ քաղաքագետ Գեորգ Մելիքյանն էր, հաջողություն ձեզ։